Հայաստանի գործող կառավարությունը արշավ է սկսել եկեղեցու դեմ։ Շատերը համարում են, որ դրանով քայքայվում է մեր պետականության հիմքերը։ Ինչ կապ ունի եկեղեցին մեր պետականության հիմքերի հետ։ Հայաստանը աշխարհիկ երկիր է, պետությունը եւ եկեղեցին միմյանցից անջատված են, եւ մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ ահա կրոնը տարանջատված է քաղաքականությունից, տարանջատված է հանրային կյանքից։ Այս իմաստով տարօրինակ է հնչում նման տեսակետը, բայց ես այն կարծիքին եմ, որ այն քաղաքականությունը, որը վարում է գործող կառավարությունը, խարխլում է պետության հիմքերը։ Ինչի համար դրա մասին մենք դեռ կխոսենք։ Հիմա տեսնենք, թե գործող վարչապետը եւ իր թիմը ինչ մեղադրանքներ են ներկայացնում եկեղեցուն։ Առաջին մեղադրանքը այն է, որ եկեղեցին մտել է քաղաքականություն եւ իշխանության հայտ է ներկայացնում։ Եվ դրա համար թող եկեղեցին կուսակցություն ստեղծի եւ մասնակցի ընտրություններին։ Եկեղեցին եւ հոգեվորականները իշխանության հայտ չեն ներկայացրել, չնայած ցանկացած հոգեվորական որպես Հայաստանի քաղաքացի կարող է եւ իշխանության հայտ ներկայացնել եւ մասնակցել ընտրություններին։ Իսկ այն, որ եկեղեցին մտել է քաղաքականության մեջ, այո, եկեղեցին որպես կառույց կարող է քաղաքականության զբաղվել եւ արտահայտել։ Քաղաքականությունը եւ իշխանության ձգտելը տարբեր հասկացողություններ են։ Հռոմի վերջին պապը Ֆրանցիսկը մահվանից առաջ իր մտահոգություններ հայտներ Գազայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ եւ ասել էր, որ դա ցեղասպանություն է եւ պետք է այդ ամենը կանգնեցնել։ Դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չի։ Իհարկե դա քաղաքականություն է։ Երբ Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունները հանդես են գալի աբորտների դեմ, էվտանազիայի դեմ, ընտանիքի խնդիրներով են հանդես գալի եւ նույնիսկ փորձում են օրենսդրական փոփոխություններ անել իրենց առաջարկությունները ներկայացնելով։ Դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չի։ Միացյալ Նահանգների վերջին նախագահը իր երթումը տվել է ավետարանի վրա եւ վճռական նշանակություն է ունեցել կրոնական համայնքների դերը, որոնք ըստ էության ընտրեցին Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չի։ Այսինքն եկեղեցին կարող է մասնակցել քաղաքականությանը եւ իր տեսակետը հայտնել իր կրոնական ուսմունքից ելնելով։ Երբ ուժ գնացավ եկեղեցու դեմ սկսված հալածանքները, երբ որ Գարեգին II կաթողիկոսը այցելեց Շվեյցարիա, իր նախաձեռնությամբ եկեղեցական մեծ ժողով տեղի ունեցավ, որտեղ ինքը բարձրացրեց հայ գերիների հարցը Բաքվում, ինքը բարձրացրեց արցախցիների իրավունքի հարցը, որ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Դրանից հետո գործող վարչապետը սկսեց ուժգնացրեց իր հալածանքները։ Գարեգին II այս իմաստով այո քաղաքականությամբ զբաղվել է կրոնական ուսմունքից եւ ազգային շահերից ելնելով։ Որն է մյուս մեղադրանքը, որ հոգեվորականներին ստիպում են մասնակցել հանրահավաքներին։ Տարիներ առաջ ինչ որ ձայնագրություն են հանրայնացրել եւ փորձում են դա ներկայացնել որպես միջամտություն քաղաքական կյանքին։ Մյուս մեղադրանքը այն է, որ եկեղեցու բարձր ծառայողները օտար երկրների լրտես են։ Այս մեղադրանքը ներկայացրել է գործող վարչապետը։ Նախ նման մեղադրանք վարչապետը ներկայացնելու իրավունք չունի։ Այդ իրավունքը իրավապահ համակարգին է։ Երկրորդը, եթե նման ծանրագույն մեղադրանք է ներկայացված հոգեվորականներին, անգամ մեզանից յուրաքանչյուրին, ապա պետք է ապացույցները լինեն եւ քրեական գործ բացվի դրա հիման վրա։ Առավել եւս, երբ որ այդ մեղադրանքը ներկայացրել է վարչապետը, ենթադրվում է, որ նա ավելի տեղեկացված է, քան մեզանից յուրաքանչյուրը։ Եթե քրեական գործ չի հարուցվում,
ապա նշանակում է սա սուտ մատնություն է եւ իրավապահ համակարգը պետք է պատասխանատվության ենթարկի գործող վարչապետին։ Մյուս մեղադրանքը այն է, որ որոշ հոգևորականներ կուսակրոնության ուխտը չեն պահել։ Եվ կուսակրոնության ուխտը պահել են թե չէ, դա վարչապետի գործը չի, դա յուրաքանչյուր հավատացյալ իհարկե իրավունք ունի այդ հարցը բարձրացնել, ստեղծել հանրային կարծիք, բայց դա չի կարող անել վարչապետը, առավել ևս ինքը փորձ է անում ներկայանալ որպես սովորական հավատացյալ, բայց ինքը մի քանի խորհուրդներ ակնհայտորեն չի կատարել հայ առաքելական եկեղեցու եւ այդ առումով որպես եկեղեցու հետևորդ ինքը չի կարող ներկայանալ։ Մյուս մեղադրանքը այն է, որ հոգևորականները կամ եկեղեցին, որոշ եկեղեցիներ, այսինքն պատմամշակութային համալիրներ ճուլանի են վերածել։ Ցանկացած ժողովրդավարական երկրում պատմամշակութային հուշարձանները ամբողջովին պետական հոգացության տակ են գտնվում։ Մասնավորապես Նոտր-Դամը կամ Ֆրանսիայի մյուս կարևոր եկեղեցիները դրանք պատկանում են Ֆրանսիայի պետությանը։ Ֆրանսիայի պետությունը ամբողջովին հոգ է տանում այդ համալիրների համար, սակայն որպես եկեղեցի դրանք տրամադրում է կաթոլիկ եկեղեցուն իրենց արարողությունները կատարելու համար։ Մյուս երկրներում նույնպես այդ երևույթը կա, այսինքն պետությունը այդ կարևոր հուշարձանների հետևում է եւ իր բյուջեում համապատասխան հոդված ունի։ Այդպես է արդյոք Հայաստանում։ Իհարկե ինչ-որ աննշան գումարներ տրամադրվում է, բայց համալիրների համար հոգացությունը կամ եկեղեցիների միջոցներով կատարում, կամ սփյուռքահայ բարերարները, կամ հարուստ մարդիկ, մասնավորապես այսօր բանտում գտնվող Սամվել Կարապետյանը։ Այսինքն այդ մեղադրանքը ներկայացնել վարչապետը չի կարող զուտ բարոյական սկզբունքներից ելնելով։ Հիմա տեսնենք, թե ինչ լուծումներ է առաջարկում այս գործող վարչապետը եւ ինչ կա դրա տակ։ Լուծումները իր առաջարկած հետեւյալն է։ Ինքը առաջարկում է նոր կաթողիկոս ընտրել, այսինքն կաթողիկոսը պետք է հրաժարական տա եւ մենք պետք է ընտրենք նոր կաթողիկոս։ Ինչ գործ ունի վարչապետը պահանջելու, որպեսզի կաթողիկոսը հրաժարական տա եւ նոր ընտրություններ տեղի ունենան։ Ակնհայտորեն ինքը դա իրավունքը չունի որպես պետության ղեկավար եւ ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի թեկուզ նման պահանջի համար։ Դա մենք չենք տեսնում։ Մյուս լուծումը այն է, որ սա իհարկե աբսուրդ է ժանրից է, որ կաթողիկոսի հրաժարականից հետո նոր ընտրություններ պետք է լինեն, բնականաբար կլինեն թեկնածուներ եւ պետությունը եւ ինքը պետք է ստուգեն այդ թեկնածուների բարեվարկությունը, այսինքն որքանով է նրանք այս բարոյական իրավունք ունեն, իրենց բարոյական նկարագիրը արդյոք համապատասխանում է կաթողիկոսի կոչումին։ Սա իհարկե աբսուրդի ժանրից է, բայց իր տակ ունի շատ վտանգավոր քաղաքական հետևանքներ։ Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի նախագահը ժամանակին ասել էր, որ Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանի Հանրապետությունում։ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, իմիջիայլոց ամենաժողովրդավար եկեղեցիներից մեկն է, կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են եւ սովորական հավատացյալները իրենց պատվիրակների միջոցով եւ հոգեվորականները։ Ռուսաստանի նախագահ կարող է ասել, որ ինքը նույնպես իրավունք ունի տեսակետ հայտնել, թե ով պետք է լինի կաթողիկոսը, արդյոք նրա բարոյական կերպարը համապատասխանում է թե չէ, որովհետեւ ինքը ունի Ռուսաստանի քաղաքացիներ հայեր, որոնց կաթողիկոսը նույնպես այս նույն կաթողիկոսն է։ Նույն պահանջները կարող են դնել Միացյալ Նահանգների նախագահ, որտեղ 1.5-2 միլիոն հայ է բնակվում, որոնք նույնպես կարող են մասնակցել կաթողիկոսի ընտրությանը, նույնը Ֆրանսիան եւ այլն։ Այսինքն այս պահանջը իր տակ ունի նաեւ լուրջ աշխարհաքաղաքական վտանգ, որտեղ մենք մոռանում ենք, որ
հայ եկեղեցին դա համաշխարհային կառույց է, իսկ Հայաստանի Հանրապետությունը տարանջատված է համաշխարհային կառույցից։ Մյուս պահանջը այն էր, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու կաթողիկոս, եւ մյուս абսուրդային պահանջը այն է, որ կաթողիկոսի տեղապահը միջև նոր ընտրությունները պետք է լինի ամուսնացյալ քահանա։ Ինչի համար ամուսնացյալ քահանա? Երևի նրա համար, որ քանի որ ամուսնացյալ է, այսինքն կույս չի արդեն եւ կուսակրոնության ուխտը պահելու խնդիր չկա, հա, այսինքն այդ մեղադրանքը չի կարող լինել։ Հարցը այն է, որ այս վերջի երկու պահանջները ըստ էության դրանք բողոքական եկեղեցիների կարևորագույն հատկություններից են։ Փաստորեն Հայաստանի գործող վարչապետը իրեն իրավունք է վերապահում դավանափոխության խնդիր դնել։ Ինչ է նշանակում դավանափոխությունը? Դա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցին դառնում է բողոքական եկեղեցիներ, բողոքական եկեղեցին դա ոչ կենտրոնացված կառույց է եւ կարող է տարբեր դավանանքներ ունենալ, որովհետև ամեն համայնք ինքն է իր քարոզիչով ինքն է որոշում, թե ինչն է ճիշտը, ինչն է սխալը, եւ ըստ էության հայկական սփյուռքը որպես այդպեսին վերանալու է, որովհետև սփյուռքի հիմքում դրված է եկեղեցին։ Պատահական չի, որ 2018 թվականին գալով իշխանության այս գործող վարչապետի առաջի քայլերից մեկը այն էր, որ նա վերացրեց Սփյուռքի նախարարությունը։ Ցանկացած նման երկրներում, օրինակ Իսրայելում, այս Սփյուռքի հետ աշխատող կառույցները դրանք պետության հիմքն են եւ տնտեսական առումով, եւ հետախուզական, հակահետախուզական, նորարարական, տեխնոլոգիական, կրթական առումով եւ այլն։ Սփյուռքի նախարարությունը եւ այն կառույցները, որոնք աշխատում են Սփյուռքի հետ, դա պետք է լիներ Հայաստանի պետության ամենակարևորագույն հենասյուներից մեկը։ Եվ այս երկու պահանջներով նա ոչնչացնում է հայկական Սփյուռքը եւ պատահական չի, որ վերջի տարիներին եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում լրջագույն հոդվածներ են տպագրվում, անալիտիկ հոդվածներ, որտեղ ասվում է, որ հայկական ազգայնականության հիմքը դա եկեղեցին է եւ Սփյուռքն է, եւ հայերին վերափոխելու համար, այդ իրենց համար վտանգավոր ազգայնականությունը վերացնելու համար, այդ երկու երևույթները պետք է ոչնչացվեն։ Սա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն են։ Հիմա գանք այն հարցին, թե ինչու այս քաղաքականությունը, որը վարում է գործող վարչապետը, խարխլում է պետականության հիմքը։ Պատճառներից մեկը այն է, որ եկեղեցին լինելով հայ քաղաքակրթության հիմքում տվել է այն նորմերը, որի վրա ձևավորված է հայկական հայրենասիրության հիմքերը։ Ես ուզում եմ այստեղ մի մեջբերում բերել գուցե 20-րդ դարի ամենահանճարեղ մտածողներից մեկից, Օսվալդ Շպենգլերից, որը գրել է իր հայտնի աշխատությունը Եվրոպայի արևմուտքը, եւ նա այն տեսակետներ հայտնում, որ հանելով կրոնա քաղաքական եւ մշակութային կյանքից արևմուտքը գնում է իր մայրամուտին, այսինքն քաղաքակրթական առումով ինքը ոչնչանալու է։ Եվ Շպենգլերը մշակույթը մահանում է կրոնի հետ միասին, եւ մյուս կարևորագույն միտքը, որ նա ասել է, յուրաքանչյուր մշակույթ ունի իր ուրույն պատկերացումը հայրենիքի մասին։ Իսկ մշակույթի հիմքում դրված է կրոնը, որովհետեւ կրոնը տալիս է այն արժեքային համակարգը, այն պատկերացումները, որի վրա ձևավորվում է յուրաքանչյուր ուրույն դավանանք։ Ըստ այն հայրենասիրության մոդելի, որը ունի հայ ժողովուրդը, գործող վարչապետը եւ իր թիմը իրենք ուրացողներ են, եւ որպիսի չլինել ուրացող, պետք է փոխել եւ եկեղեցին, ոչնչացնել եկեղեցին
եւ ջարդել մշակույթը եւ դրա համար այդ քաղաքականությունը վարվում է հայրենիքի մասին պատկերացումների փոփոխության մասին խորհրդանիշների իմիջիայլոց Արարատը դա առաջերտին կրոնական խորհրդանիշ է որտեղ հայերի համար Արարատը դա այնտեղն է որտեղ Նոյը իջել է եւ այստեղից սկսվել է մարդկությունը եւ դա եղել է մեր տարածքում եւ այստեղ ապագայում դա 15, 16, 17-րդ դարի տեսություններն են Էշմիածինն էլ տեղափոխելով հենց Արարատի ստորոտը այստեղ հավաքվելու է նորից հայ ժողովուրդը եւ ստեղծվելու է պետություն այդպես էլ եղավ հենց այստեղ ստեղծվեց այդ պետությունը եւ այդ հայրենիքի մասին պատկերացումները պետք է ոչնչացվեն որպեսզի իրենք չլինեն ուրացող եւ մյուս օրինակները բերեմ, որը մեր աչքի առաջ է տեղի ունենում, ուկրաինական ողբերգությունը, ինչից սկսվեց ուկրաինական ողբերգությունը, այդ ազգային եղած պատկերացումները ոչնչացնելով եւ պատահական չէր, որ հիմնական հարվածը ուղղվեց ուղղափառ եկեղեցուն եւ ուղղափառ եկեղեցու միջոցով սկսեցին փոխել ուկրաինացիների պատկերացումները իրենց ազգի մասին, որը բերեց պատերազմի պատճառներից մեկն էր դա։ Կարող ենք բերել Թուրքիայի օրինակը, երբ որ Աթաթուրքը եկավ, ինքը փորձեց նոր ինքնություն ստեղծել, նոր թուրք ստեղծել քաղաքացիական ազգայնականության հիման վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ դա չի աշխատում եւ դրա համար գործող իշխանությունը արդեն վերադարձավ իսլամի գաղափարներին նորից եկեղեցիները եւ եկեղեցիները, որոնք նախկինում վերածված թանգարաններին նորից վերածեց մզկիթների, որպես քրիստոնեության նկատմամբ տարած հաղթանակ օսմանցիների եւ այդ գաղափարի վրա ձևավորված նոր ազգ։ Մենք կարող ենք բերել նաեւ Իրանի օրինակը, Իրանը բազմազգ կայսրություն է, որը կարող է միասնականության պատկերացումներ ունենալ կրոնի հիման վրա եւ եթե Իրանում ոչնչացվի շիաիզմի գաղափարախոսությունը, ապա Իրանը նույնպես որպես պետություն հարվածի տակ կարող է լինել։ Այստեղ մենք կարող ենք տեսնել, որ բացի իրենց վրայից մեղքը հանելուց, այս քաղաքականությունը վարելով, արշավ սկսելով եկեղեցու դեմ, իրենք ոչնչացնում են ինքնությունը եւ այն բոլոր պատկերացումները, որի վրա ձևավորվել է հայկական հայրենասիրությունը, իրենք ոչնչացնելու են նաեւ հայկական պետականությունը։